Միացյալ Նահանգները, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատում են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը։ Հայտարարություն օգոստոսի 8-ի հռչակագրի մեկամյակի առթիվ։ Վարչապետը Հայաստանում հավատարմագրված արաբական պետությունների դեսպանների հետ մտքեր է փոխանակել թրիփի կյանքի կոչման շուրջ։ Հայաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ։ Լիբանանի նախագահը հայտարարել է Իսրայելի հետ բանակցություններում առաջընթացի մասին։ Թուրքիայի խորհրդարանն ընդունել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կազմալուծման և անդամների համաներման օրինագիծը։ Ռուսաստանում արգելել են միակ հակապատերազմական կուսակցության Յաբլոկոյի մասնակցությունն ընտրություններին։ Սիրիան Բաշար Ասադին հեռակա կարգով մահապատժի է դատապարտել։